Բարև ձեզ, ես Արթուր Դերթումասյանն եմ, կինոռեժիսոր, ապրում եմ Ֆլորիդայի նահանգում եւ ուրախությամբ ուզում եմ հայտնեմ, որ մեր նահանգում արդեն գրանցվել է ընթերցող ֆիլմերի կինոդպրոցը։ Կինոդպրոցը դա on-line կինոդպրոցը, առցանց կինոդպրոցը եւ վերաբերում է բոլոր հայերին, անկախ նրանից, որ աշխարհամասում են ապրում, որ երկրում, որ քաղաքում։ Իհարկե մեր ֆոկուսը առաջին Հայաստանն է ու Երևանն է։ Դրա համար ուզում եմ ձեզ ուրախությամբ հայտնեմ, որ դպրոցը արդեն գրանցվել է եւ մենք սկսում ենք մեր աշխատանքները, բայց բանն այն է, որ դպրոցը սկսելու է իր դասավանդումները 27 թվականի հոկտեմբերի կեսերին։ Ինչի՞։ Որովհետեւ քանի որ վերնագրից դուք երևի գրահեցիք, որ շատ սովորական վերնագիր չի, ասենք կինոդպրոցի անունը կոչվում է ինքը ընթերցող ֆիլմերի կինեմատոգրաֆիա, ընթերցող ֆիլմերի կինոդպրոց։ Ինչ է նշանակում ընթերցող ֆիլմերի կինոդպրոց, դրա մասին ես իհարկե շատ կխոսեմ, շատ տեսանյութեր կանեմ, բայց հիմա ասեմ, որ ժամանակային առումով թե ինչ ճանապարհ պետք է անցնենք։ Ուրեմն ամբողջ 26 թվականը եւ 27 թվականի մեծամասնությունը մենք պիտի ծախսենք, որպեսզի բացատրական տեսանյութեր, բաց դասեր անցկացնենք մարդկանց համար, որ հասկանան եւ նրանց համար պարզ լինի, թե ինչ է ընթերցող կինեմատոգրաֆիա, ընթերցող ֆիլմը։ Հաջորդ տարի ես պլանավորում եմ գամ Հայաստան հաջորդ ֆիլմը նկարահանելու եւ նկարահանումներից հետո մենք կազմակերպում ենք Հայաստանում սեմինար բոլոր այն մարդկանց համար, ովքեր այս տարվա ընթացքում, մեկ տարվա ընթացքում կհավաքեն մեր շուրջը եւ հետաքրքրված կլինեն այդ կինոդպրոցով։ Ասում եմ, բանը սեմինար անցկացվելու փակ դռների արանքում, որովհետեւ հեղինակային կինոդպրոցը եւ ունի որոշակի պայմաններ, որոշակի կանոններ։ Եվ այսպես ամբողջ մի տարվա ընթացքում, եթե դուք հետևեք մեր բաց դասերին, որ անցկացվելու է ամեն 3 շաբթի ու եթերում եւ ոչ միայն, մենք մանրամասն կբացատրենք ձեզ, թե ինչ է նշանակում ընթերցող կինեմատոգրաֆ։ Եվ այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան սեմինարում ընդգրկվելու, իհարկե մենք էլ պետք է ընտրություն անենք, որտեղ ամեն պատահական մարդ չի լինի սեմինարում, որտեղ ժամանակ չծախսենք։ Մենք կընդգրկենք ձեզ մեր սեմինարին, որտեղ ես կգամ, կդասախոսեմ եւ կպատմեմ ընթերցող կինեմատոգրաֆի մասին մանրակրկիտ, որից հետո մի 2 օր հետո առանձին ես իմ ֆիլմերից մեկի ցուցադրությունը կանցկացնեմ։ Հիմա եթե ինչ-որ մարդ կա մեր ընկերներից մեջ կամ ծանոթներից մեջ, ով հետաքրքրված է կինոյով, ռեժիսուրայով, անկախ նրանից ինչ մասնագիտություն եք ընտրել եւ ինչ տարիքի եք, ու ցանկություն եք զբաղվել կինոռեժիսորով, որտեղ իմ կինոռեժիսորան սկսել է 50 տարեկանից։ Իհարկե երիտասարդ տարիքում 2 հատ կարճամետրաժ ֆիլմ եմ նկարել հայ կինոստուդիայում, բայց ամեն դեպքում բուռ գործունեությունը ես սկսել եմ Միացյալ Նահանգներում եւ սկսել եմ 50 տարեկանում։ Դրա պատմությունը կպատմեմ շատ Դեվիդ Վինթերսի հետ կապված, ում ֆիլմում ես նկարահանել եմ Միացյալ Նահանգներում, դա շատ գեղեցիկ պատմություն է։ Եվ չկա տարիքային սահմանափակում եւ մասնագիտական ասենք ուղղվածությունը չի խանգարում, որպեսզի դուք դառնաք կինոռեժիսոր 40, 30, 20, 50, 60 տարեկանում։ Սահմանափակում չկա, մեր դպրոցում չկա սահմանափակում։ Եվ այսպես, ես խնդրում եմ ձեզ, այս տեսանյութը դիտելուց հետո տարածեք, եթե դժվար չէ ձեզ համար, դա իմ խնդրանքն է եւ իրեն կինոդպրոցի խնդրանքն է, որովհետեւ շատ մարդիկ կընդգրկվեն եւ մենք մյուս տարի հոկտեմբերի կեսերին Երևանում անցկացնենք մի շատ գեղեցիկ կինոսեմինար, որտեղ ավելի հանգամանորեն մենք խոսանք մեր դպրոցի մասին։ Առայժմ այսքանը, շնորհակալություն եմ հայտնում, բոլորիդ գրկում եմ եւ սպասում եմ արձագանքներին։ Խնդրում եմ ինձ գրեք, ինձ անհանգստացրեք, ինձ զանգեք գիշերվա 1000-ին։ Սպասում եմ ձեզ։ Լավ անացեք։